Եվ այսպես ուշադրություն շատ կարևոր տեղեկատվություն ադրբեջանական կողմը տարածում էր տեղեկատվություններ այն մասին, որ հայկական պաշտպանության բանակը կրակ է բացել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ, ինչը որ որևէ ձև չի համապատասխանում իհարկե իրականությանը, եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը անդադ հերքում է, եւ սա առաջի դեպքը չի, միշտ պաշտպանության նախարարությունը հերքում է, որ ինչպիսի կեղծիքներ է տարածում Ադրբեջանը, բնականաբար հերթական անգամ նախապատրաստում է հող պատերազմական գործողություններ սկսելու համար, եւ դա միշտ էլ տեսանելի է եղել, եւ մենք մեր թշնամուն բավականին լավ ենք ճանաչում, եւ այդ թշնամին չի էլ փոփոխվել։ Հիմա խոսքը գնում է խաղաղության պայմանագրի մասին, բայց դրանք կեղծ խոսակցություններ են, դա Հայաստանի ժողովրդին չի կարող տալ խաղաղություն, խոսքը գնում է լիարժեք խաղաղության մասին։ Մոտակա մի քանի տասնյակ տարին դեռևս լարված է լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունները, եւ ստորագրումից անմիջապես հետո մենք բարեկամ ազգեր չենք դառնալու։ Մենք նույնիսկ հարևան ազգեր չենք կարող դառնալ, ինչը սա նշանակում, որ օրինակ առևտուր տեղի ունենա, բացվեն ճանապարհային ենթակառուցվածքները երկու երկրների միջև։ Սենց բաներ նույնիսկ տեղի չի կարող ունենալ։ Թուրքիայի հետ մենք պատերազմի մեջ չենք, բայց ճանապարհները փակ են։ Այսինքն նույն թուրքն են սրանք, եւ այդ խաղաղության պայմանագիրը, չգիտեմ, մենք օգուտ ստանալու ենք դրանից թե չէ, բայց ստացվում է, որ մենք միգուցե դրանից վնասներ էլ ստանանք, թող Հայաստանի կառավարությունը առավել ուշադիր լինի, որովհետեւ Ալիևը ցանկանում է եվրոպացի դիտորդների դուրս գալը, որը խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո տեղի կունենա, իսկ այդ մարդիկ Հայաստանի սահմանից կգնան, կկանգնի հայ զինվորը, Հայաստանի կամ սահմանապահը, ազգային անվտանգության ծառայության զորքերը եւ Ադրբեջանի զինվորը, մեկը մյուսի դեմ։ Այնտեղ չեն լինի դիտորդները, որ հանկարծ կրակոց լինի, գնան, արձանագրեն, նկարեն եւ համապատասխան եվրոպական մարմիններին ուղարկեն այդ խախտումները, որ Եվրոպան էլ համապատասխան որոշումներ կայացնի։ Ադրբեջանի կողմից այս կեղծ հայտարարությունները, որոնք վերաբերվում են սահմանին, ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենալու եվրոպացի դիտորդների հեռանալուց հետո։ Մեղքը գցելով Հայաստանի վրա, որ հայկական կողմը կրակեց։ Սահմանին չկան եվրոպացիներ, ուրիշ ազգի ներկայացուցիչներ, մենք ենք ու ադրբեջանցիները, Ադրբեջանը ստում է, մեզ մեղադրում է կրակելու մեջ, ոչ մեկ հակառակը չի կարողանում ստանալ, որ մենք չենք կրակել, հայերը չեն կրակել, ոչ մեկ չգիտեն, որ հայերը չեն կրակել, Ադրբեջանը բայց պնդում է։ Եվ Ադրբեջանը ասում է ես կրակեցի, որովհետև իմ վրա կրակել են, եւ այս հակամարտությունը, որ սկսեց սահմանին, մեղավոր են հայերը, որովհետև առաջին հերթին հենց իրանք կրակեցին, իրանք ագրեսոր են, ու ինքը վերջում ավելացնում է, որ 30 տարի Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից զրկված է եղել եւ հայերը բռնի կերպով պահել են Ղարաբաղը, իսկ այս վերջում ինքը ավելացնում է, որ առավել սրտաճմլիկ լինի Ադրբեջանի կողմից ներկայացվող բոլոր այն կեղծ փաստարկները, որոնք վերաբերվում են հայկական կողմի Ադրբեջանի ուղղությամբ կրակոցներին։ Դրանք միայն արվում են հակամարտություն սկսելու համար, թե դա կլինի ինչ-որ ուղղությամբ կրակոցներ եւ այլն, որովհետեւ այսօր մի քանի պետություն կա, որոնք ատամները սրած պահանջում են Սյունիքի միջանցք, որը կպահի երրորդ պետության զինվոր, այսինքն հայկական զինվորի ներկայություն իրանք չեն ցանկանում լինի հայկական հողում, ինչը որ տրամաբանական նույնիսկ չի։ Ոնց կարա հայկական հողում հայկական զինվոր չլինի եւ դու գաս մտնես Հայաստանի Հանրապետություն, քեզ դիմավորի ինչ-որ Վլադիմիր։ Դա աբսուրդ է եւ թող բոլոր իմանան, որ դա տեղի չի կարող ունենալ։ Հայաստանը իր չափով արդեն բոլոր զիջումներին, հնարավոր զիջումներին գնացել է եւ Ադրբեջանը առավել բան չի կարող պահանջել հայկական կողմից։ Եվ այսպես ուշադրություն Եվրոպական խորհուրդը ընդունեց բանաձև, որով կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կերպով ազատ արձակել բոլոր գերիներին, այդ թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Եվրախորհուրդը նաև անօրինական է ճանաչում Բաքվում ընթացող դատական պրոցեսները, որոնք վերաբերվում են հայ ռազմագերիներին։ Եվ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար սև ամպեր են կուտակվում։ Ադրբեջանը խնդիրներ կունենա Եվրամիության հետ, եթե սրանք չիրականացնի, բայց միևնույն ժամանակ մենք վստահ ենք, որ
այս գործընթացները որևէ ձև չեն կարող կանգնեցնել Ալիևի ռեժիմին, մինչև որ կոպիտ քայլեր չձեռնարկվեն։ Իհարկե մենք ողջունում ենք Եվրամիության կողմից ընդունված այս բանաձևը, նաև շնորհակալություն ենք հայտնում այս ամեն ինչը հրատապ կերպով իրականացնելու համար։ Միգուցե Ռուբեն Վարդանյանի նկարները, որ նա բավականին փոխվել էր, նրա դեմքին կային բռնության հետքեր, կապտուկներ եւ այդ լուսանկարները հասցնելով Եվրոպական խորհուրդ նիստ է գումարվում եւ որոշվում է նման բան եւ այս բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկում Եվրախորհրդարանի 500-ից ավելի падգամավոր։ Մենք հիշում ենք տարբեր առիթներով Ադրբեջանի դեմ ընդունվել են տարբեր բանաձևեր Եվրախորհրդարանի կողմից, բայց մենք նաև հիշում ենք, որ դրանք որևէ ձև չեն կարողացել կանգնեցնել ադրբեջանական այս տերորիզմը, եւ Ալիևը շարունակել է նույն գործելաոճը թքած ունենալով Եվրոպայի ընդունած բանաձևերի վրա, եւ դրանք իրականում, եթե չդառնան պատժամիջոցներ, որևէ օգուտ չեն տալու հայ ժողովրդին եւ ամբողջ աշխարհին վերականգնելու համար արդարությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանին համահունչ ուժային պատասխան կտան։ Խոսքը բնականաբար ռազմական պատասխանի մասին չի։ Մենք ուղղակի ուզում ենք ասել, որ այնինչ այսօր որ անում է Թրամփը իր ուժը ցույց տալու համար, բոլորովին ռազմական չէ, տնտեսական եւ նաեւ այլ գործողություններ Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմը օգտագործում է տարբեր երկրների դեմ կառավարելու համար այդ երկրների արտաքին քաղաքականությունը։ Եվ սա ինչ է նշանակում, որ բնականաբար Ադրբեջանը չի կատարելու Եվրախորհրդարանի այդ կոչը, որ ուղղակի կոչ է, որևէ ինչ-որ հետևանքներ չի ենթադրում, բայց մենք ուզում ենք, որ հետևանքներ լինեն։ Օրինակ, եթե 10 օրվա ընթացքում Ադրբեջանը գերիներին ամբողջությամբ չի հանձնում Հայաստանի Հանրապետությանը, ուրեմն ադրբեջանական իշխանությունները պետք է սպասեն եվրոպական երկրների կողմից իրականացվող որոշակի սանկցիաների։ Եթե այդ պատժամիջոցները տեղի չեն ունենալու, ադրբեջանական իշխանությունների ինչին է պետք կատարել Եվրամիության երկրների պահանջը։ Եվ իհարկե պետք է տեղեկացնենք, որ Ռուբեն Վարդանյանը արդեն իսկ դադարեցրել է հացադուլը, դա դեռևս ամենալավ նորությունն էր։ Եվրամիության կողմից այս որոշումը ևս լավ նորություն էր, բայց տասնյակ նման բանաձևեր ընդունվել են ընդդեմ Ադրբեջանի, բայց ադրբեջանական իշխանությունները որևէ մեկը չեն պահել եւ դա իրանք չեն պահել, որովհետեւ որևէ սպառնալիք, որևէ վտանգ Եվրամիության կողմից Ադրբեջանի դեմ չկա եւ չի լինում եւ դրա համար էլ ադրբեջանական իշխանությունները կոպիտ ասած թքած ունեն բոլոր որոշումների վրա։ Եվ նման պետություններին պետքա վզից բռնես կոպիտ ձևով եւ ենթարկեցնես քեզ ժողովրդավար